Ընդհանրապես մենք պետք է իմանանք, որ նաև Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է եւ այդտեղ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, բայց խնդիրը մենակ ներդրումը չի, որովհետեւ երբեմն մեզ թվում է, թե ներդրում արեցինք, այսինքն խողովակը քաշեցինք, դրանով հարցը լուծեցինք։ Եթե դա ամեն ինչը ամենօրյա սպասարկման չի ենթարկվի, ելի մենք ունենալու ենք նույն խնդիրները։ Ամենօրյա սպասարկման համար հարկավոր են որոշակի ներդրումներ, եւ այդ ներդրումները ընդհանրապես սխեմաներ ինչպես է աշխատում են այդ ամեն ինչը, այդ ռիսկերի կառավարումը նաեւ որոշակիորեն ներառվում է նաեւ սակագների մեջ եւ մենք պետք է նաեւ առերեսվենք այս խնդրի հետ, որովհետեւ այսօր բազմաթիվ բնակավայրեր կան, ես հիշում եմ իմ այցելությունը Հանրապետության գյուղերից մեկը դեռ պատգամավոր է այդ ժամանակ, եւ որ ես տեսա, որ մարդիկ իրենց տներում ֆիլտրեր դրած օգտվում են ջրից, որովհետև իրենք հրաժարվել են ջրաչափ տեղադրել, կենտրոնացված համակարգից օգտվել եւ այլն, ես հիշում եմ այդ ֆիլտրերը եւ այդ ֆիլտրերի տակ նստած տիղմի շերտի հաստությունը։ Պետք է ստանդարտներով առաջնորդվենք, ստանդարտը այն է, որ այդ բոլոր process-ները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ ապահովել այդ ամեն ինչը, բայց ես վստահ չեմ, որ սա վերաբերվում է հենց ձեր նշած դեպքին, որովհետև դրա հետ կապված շատ մանրամասներ չգիտեմ, գիտեմ այնքան, ինչքան որ եւ գիտեմ, որ ընթացքի մեջ է հարցի պարզաբանումը եւ պետք է պարզաբանվի, թե ինչն է եղել ի վերջո նման իրավիճակի պատճառը։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, այդ հարցի հետ կապված որոշում չունեմ եւ նաեւ այն պատճառով, որ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։